եղել է կանխատեսվածից ավելի բարձր։ Ընդ որում Ընտրություններից մի քանի ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան։ Նրա խոսքով համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10,000 դրամով, իսկ ավելի բարձր թոշակները ավելի փոքր չափով։ Ինչու է որոշումը կայացվել հենց հիմա։ Վարչապետը այն պայմանավորել է երկու հանգամանքով։ Առաջինը 2025 թվականին գրանցած բարձր տնտեսական աճն է, իսկ երկրորդը դուք գիտեք, որ հունվարի 1-ից մենք ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգը համընդհանուր եւ ճիշտն ասած բավականին մեծ լարվածություն կար, որովհետեւ անկանխատեսելիության էլեմենտ կար, թե ինչքանով են մեր կանխատեսումները համապատասխանում եւ բյուջետային հատկացումները որքանով կբավարարեն այդ կարիքները հոգալու համար եւ հունվարի եւ փետրվարի ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումը այնուամենայնիվ ճիշտ է եղել։ Փաշինյանը նշել է, որ կենսաթոշակների բարձրացման հաշվարկներում ներառված չէ հետվճարի համակարգը, սակայն դրա կիրառման դեպքում շահառուները կարող են լրացուցիչ գումար ստանալ, մինչև եւս 10,000 դրամ։ Սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ Ադրբեջանից դիզելային վառելիքով բեռնված հերթական գնացքն է ուղարկվում Հայաստան։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ 4500 տոննա ծավալով վառելիքը երկաթուղով կուղարկվի այսօր, փետրվարի 25-ին։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության օրակարգի կնքումից հետո դիզելային վառելիքով բեռնված առաջին գնացքը եկել է անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։ Երևանի թիվ 143 մսուր մանկապարտեզի նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանելյանի նկատմամբ կիրառվել են գրավ եւ պաշտոնավարման կասեցում խափանման միջոցները, հայտնել են դատախազությունից։ 3 հակակոռուպցիոն կոմիտեի իրավապահները ձերբակալել էին մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի ապշտակության եւ կաշառք ստանալու մեղադրանքով։ Economically and on a national ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսում ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Իրանի ներքաղաքական իրավիճակին։ Թրամփի խոսքով մեջբերում Իրանում սպանել են առնվազն 32,000 ցուցարարի իրենց սեփական երկրում։ Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, թե Իրանում մշակվում են հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Եվրոպային եւ տարբեր երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ ԱՄՆ եւ Իրանը հինգշաբթի Ժնևում բանակցություններ կանցկացնեն քննարկելով Իրանի միջուկային ծրագիրը։ Ես նախընտրում եմ այս խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, ասել է Թրամփը։ we made deals, the deals are all done. Այս պնդմանը զուգահեռ ԱՄՆ նախագահը Իրանի Իսլամական Հանրապետությունը որակել է որպես թիվ 1 ահաբեկչության հովանավոր, շեշտելով, որ թույլ չի տա միջուկային զենք ունենալ։ If they want to find a resolution for Iran's peaceful Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին եւս հայտարարել էր, որ նախատեսում են միջուկային զենքի վերաբերյալ առաջարկը քննարկել Ժնևում եւ երկու կողմերն էլ կաշխատեն արագ համաձայնության հասնել։ Those against and abstentions. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում 12 երկիր դեմ է քվեարկել Կիևի հակառուսական բանաձևին, եւս 51-ը, այդ թվում Հայաստանը, ձեռնպահ են մնացել։ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչի տեղակալ Աննա Եվստիգնեևան ելույթի ժամանակ նշել է, որ եթե Կիևի վարչակարգն իսկապես շահագրգռված լիներ խաղաղությամբ, ապա կզբաղվեր դիվանագիտությամբ, այլ ոչ թե հերթական քաղաքականացված քվեարկությունների նախաձեռնմամբ։ Բրազիլիայում հորդառատ անձրևների եւ սողանքների հետևանքով ավելի քան 30 մարդ է մահացել, 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Ըստ փորձագետների, ընդամենը 4 ժամվա ընթացքում տեղացել է 4 օրվա համար նախատեսված անձրև։ 70,000 new construction jobs in just a very ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայից ԱՄՆ է հասել ավելի քան 80 միլիոն բարել նավթ։ Մինչ այս պահը ԱՄՆ նավթի արտադրությունը հասել է 600,000 բարելի։ Թրամփի խոսքով Վենեսուելայից նավթի արտահանման նկատմամբ վերահսկողություն են սահմանել դեռ հունվարին, երբ ամերիկյան ուժայինները գերի էին վերցրել Մադուրոյին ու կնոջը։ Վենեսուելայի նախագահին Նյու Յորքի դատարանը մեղադրանք էր առաջադրել թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ այլ հանցագործությունների համար։